Սա քննչական կոմիտեի չերկիզվող պահարանից հափշտակված $590,000-ից $578,000-ն է։ Ինչպես ու ովքեր են կատարել աննախադեպ այս գողությունը, տեսախցիկներով վերականգնվել է թե ժամանակագրությունը, թե բացահայտվել հանցավոր սխեման։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը նշում է, գործել է հանցավոր խումբ։ Խումբը նախորոք արդեն պլանավորված ձևով իրականացրել է հանցանքը։ Ըստ մեղադրանքի գողությունը կազմակերպել է քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի պաշտոնակատար Գորթ Հադևոսյանը, կատարել Էդգար Գրիգորյանը, որը մեղադրյալ է մեկ այլ աղմկահարույց գործով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժելու, գույք ոչնչացնելու համար։ Այս գործով Գրիգորյանը ըստ մեղադրանքի 2 անգամ է մուտք գործել քննչական կոմիտեի շենք տարբեր օրերի։ Մասնավորապես սույն թվականի մայիսի 16-ին ժամը 16:50-ի սահմաններում մուտք է գործել քննչական կոմիտեի դեղատան 3 հասցեում գտնվող մասնաշենք, մոտ 11 րոպե մնալով հանդերձ վերադարձել է իր բնակության հասցեն։ Երկրորդ անգամ Էդգար Գրիգորյանը կոմիտեի մուտք գործել արդեն մայիսի 20-ին ժամը 16:40-ի սահմաններում։ Ընդ որում, ըստ մեղադրանքի հանցագործությունը քողարկելու, հետքերը վերացնելու նպատակով դիմել է մի շարք միջոցների։ Մասնավորապես կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոցներ, նույնիսկ տանից դուրս գալիս արդեն նախապատրաստված կերպարանա փոխվել է, նույնիսկ հարևանները չեն ճանաչել, իսկ իրեն նկատելի տեսախցիկների կողքով անցնելիս ձեռքով փակել է դեմքը, օգտվել է պատահական տաքսի ծառայություններից եւ ուղևորվել դեպի քննչական ստորաբաժանում։ Մեղադրյալը քննչական կոմիտեի մտել արդեն իսկ սիլիկոնե ու բժշկական դիմակներով, ակնոցով, ձեռքին սև պայուսակ։ Գրիգորյանը շենք մուտք գործելիս օգտվել է նախապես կրկնօրինակած անցակարտից։ Այն ըստ մեղադրանքի նրան տվել է քննչական կոմիտեի պաշտոնյան, որը պատկանել է իր ենթակա քննիչներից մեկին։ Մեղադրանքի համաձայն պաշտոնյան Գրիգորյանին է տվել նաև այն քննիչի աշխատասենյակի ու պահարանի բանալիները, որտեղ գտնվել է իր եղենապացույց $590,000։ Կադրերից երևում է, թե ինչպես է մեղադրյալը վերելակ կանչելիս մաքրել մատնահետքերը, բարձրացել 6-րդ հարկ։ Մտել է միջանցք, նստել միջանցքում գտնվող բազկատորի վրա ժամը 16:40-ի սահմաններում։ Այնուհետև նստել եւ սպասել մինչեւ աշխատանքային ժամն ավարտվել, աշխատակիցները դուրս են եկել, մնացել մինչեւ առավոտյան 05:20 րոպեին։ Հենց լուսադեմին էլ կրկնօրինակած բանալիով մտել է քննիչի աշխատասենյակ, բացել չերկիզվող պահարանի դուռը, վերցրել գումարը։ Պատրանք ստեղծելով, որ իբրև վնասել է չերկիզվող պահարանի փակոցները, միջոցներ է գործադրել դրանք վնասելու ուղղությամբ։ Այնուհետև ձեռնոցներով փորձել է մաքրել պատերին, ինչպես նաև դռներին թողված հետքեր։ Այստեղ հատկանշական է այն, որ տվյալ անձը իր հետ վերցրել է տարա, որտեղ հետքերը թաքցնելու նպատակով նաև բնական կարիքներ հոգացել է տվյալ տարայում։ Գրիգորյանը շենքից դուրս է եկել 16 ժամանց, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում։ Անմիջապես հանցանք կատարած անձը չի մեկնել տուն, այլ տարբեր տաքսիների միջոցով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, այսինքն շրջանցելով, այլ կերպ թաքցնելով հետքերը, այնուհետև տեղափոխվել է իրանց տուն։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի, հանցագործության բացահայտումը դժվարացնելու նպատակով հանցագործը հափշտակված գումարը բաժանել է տարբեր մասերի, այն փոխանցելով տարբեր անձանց։ Հանցագործությունը բացահայտվել է ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Գրիգորյանը հայտնաբերվել դեպքից 3 օր անց։ Մայիսի 23-ին ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրազի փողոցից հայտնաբերվել, ձերբակալվել եւ իր ԱՄ-ով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե վարույթ իրականացնող մարմնին։ Մեքենայի բնակարանի խուզարկությամբ, ինչպես նաև վարույթային այլ գործողությունների միջոցով հայտնաբերվել է գողացված ապացույցի մեծ մասը՝ $578,000։ Գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ գործողություններ են իրականացվում։ Քննիչը նաև քննչական կոմիտեի պաշտոնյա Գորթ Հադևոսյանի մեղադրանքն է ներկայացնում։ Քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի պետի պաշտոնակատարը հանցանք կատարած անձին, խմբի մյուս անդամին հայտնել է, որ իր ենթակա քննիչներից մեկի աշխատասենյակում գտնվող չերկիզվող պահարանում գտնվում է իր եղեն ապացույց հանդիսացող $590,000 ԱՄՆ եւ հանցավոր համաձայնության են եկել նշված գումարը հափշտակելու նպատակով։
Կրկնօրինակված բանալիները, սիլիկոնը եւ բժշկական դիմակները, ձեռնոցները, հագուստը դեռ հայտնաբերված չեն։ Մեղադրյալն այն դեպքից հետո նետել է աղբամանը։ Պարզվել է, որ ռետինե դիմակը մեղադրյալը ձեռք է բերել դեպքից մի քանի ամիս առաջ Լիստեյեմ կայքից։ Մեղադրյալ Էդգար Գրիգորյանը ընդունել է մեղքը, մեր զրույցում ասաց նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանը։ Ըստ քննիչի, նա նաեւ ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Մեղքն ընդունել ու ցուցմունք է տվել նաեւ մյուս մեղադրյալ Գորթ Հադևոսյանը։ Նրա պաշտպանը մեր զանգերն անպատասխան թողեց։ Երկուսն էլ կալանավորված են։ Պարզվել է նաև, որ $590,000 իրեղեն ապացույցը խուզարկությամբ ձեռք էր բերվել մեկ այլ քրեական վարույթով եւ պահարանում մնացել մոտ 1 տարի։ Քննության առարկա է նաև իրեղեն ապացույց ճանաչված գումարը կենտրոնական բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը պահպանության չհանձնելու հանգամանքները։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած $11,200, ինչպես նաև հանցախմբի այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տաթև Խաչատրյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։